Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, բաժանորդագրվեք մեր One Talk YouTube-յան ալիքին, խոսքս վերաբերում է չբաժանորդագրվածներին, որի համար կլինենք ձեզանից խորապես շնորհակալ։ Այսօր մեր տաղավարում է Երևանի ավականու Հանրապետություն կուսակցության խմբակցության քարտուղար Մեհեր Բեջանյանը։ Բարև ձեզ, պարոն Բեջանյան, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Բեջանյան, քաղաքային տնտեսությանը վերաբերող խնդիրներ էլ կան, իհարկե դրանց մասին էլ կխոսենք, մանավանդ քանի որ քաղաքային ավականու ներկայացուցիչ եք, բայց եկեք նաև որպես քաղաքական մարդ սկսենք ներքաղաքական եւ արտաքին քաղաքական որոշակի իրողությունների վերաբերյալ ձեր կուսակցության տեսակետները տեսանելի եւ մեր ունկնդիրներին հասու դարձնելուց։ Դավոսում տեղի ունեցավ իրադարձություն, որի մասին ուզում եմ ձեր մեկնաբանությունը, որոնք արդեն միանգամից փոխանցեմ ընդդիմադիր դաշտի տեսանկյունը, այդպես թերահավատորեն են նայում եւ հատկապես նրանք շատ վատ են ընկալել Հայաստանի նախագահի Վահագն Խաչատուրյանի, այսպես շատ Ալիևասիրական, այսպես Ալիևին շատ այսպես հաջողացող կեցվածքը, համարելով որ դա նսեմացուցիչ է Հայաստանի համար, համարելով որ խաղաղությունը չեկած եւ դեռ լիքը խնդիրներ խաղաղության ճանապարհին չպիտի Հայաստանի պաշտոնատար անձը այդպիսի հաջողանքներ ուղղի մեր ըստ էության թշնամի երկրի ղեկավարին։ Ինչ կարծիք եք այս առումով։ Նախ որ ձևակերպում ենք տալիս թե ընդդիմադիր դաշտի տեսակետ, ես եթե մենք հանդիսանում ենք Երևան քաղաքում իշխանություն, ապա պետության առումով Հայաստան Հանրապետությունում մենք էլ ենք ընդդիմություն։ Ու սա թյուր տեսակետ է, թե բա ընդդիմությունը միայն ռուսամետներն են։ Իսկ նրանք, ովքեր որ Հայաստանի Հանրապետության արևմտյան մոտեցումներին դեմ են արտահայտվում, իրականում իրանք ոչ թե դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության արևմտամետ տեսակետներին, այլ կատարում են պատվեր։ Այդ ռուսամետ արևմտամետ բանը մի քիչ բան չի, ասենք արհեստական չի, օրինակ ինձ համար եթե նրանց ասենք հիմա ռուսամետ, նրանք կվիրավորվեն, կհակադարձեն, ասեն մենք պետականամետ ենք, Հայաստանամետ ենք, բայց կարևորում ենք այդ դրան էլ կգանք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հանուն մեր պետականության, հանուն մեր անկախության, նրանք ոչ են ասում գնանք մտնենք ռուսների տակ։ Այս շատ ուրախ կլիներ, որ իրականում ռուսամետ ասած այդ նման տեսակետ ունեցողները ունենային հենց ձեր նկարագրած գաղափարախոսությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության որ տեսնեն ռուսական ուղեցրում, բայց ինքնիշխան կարգավիճակում մինչդեռ հայտարարությունները ուղիղ իշխանությունը պետք է լինի կարմիր գիծ, չէ՞, բոլոր քաղաքական Հայաստանի ուժերի բայց ներողություն, բայց փաստացի տվյալ ուժերը ուղիղ տեքստով հայտարարում են, որ իրանք Հայաստանի Հանրապետություն տեսնում են իբրև գուբերնիա։ Այդպես ասում են։ Դա իհարկե նման հայտարարություն արվել է, ինչը լրիվ է տալիս, ինչի՞ չէ։ Օրինակով ասած։ Թաթարստանի կարգավիճակը գուբերնիա չի։ Թաթարստանը իհարկե Ռուսաստանի գուբերնիան է, այսպես։ Դրանց համարվում է հանրապետություն Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի Դաշնության, բայց ես կներեք, ասենք իմ լսածով եմ ասում, ես չեմ ուզում մեկնաբանություն կամ պնդում ուղղել, ես որևէ ձեր արդեն ես հասկանալի է թե ում նկատի ունեք, այդ դաշտի կողմից այդպիսի արտահայտություն չեմ լսել, որ Հայաստանը մենք պատկերացնում ենք որպես գուբերնիա ՌԴ-ի կազմում, Ռուսաստանի կազմում։ Այլ բանավոր դուք չգիտեք նրանց մոտեցումները 2021 թվականին, եթե չեմ սխալ, նման արտահայտություն։ Նախորդ ընտրությունների ժամանակ այդ տեսակետը հնչել է ու ոչ մեկ չի երգում, շարունակում է տեսակետով գնալ։ Խնդիր չկա, եթերից հետո մի հատ ձեր այսպես այդ տեսակետին, բայց չխորանանք այդ տեսակետի մեջ, իրականում գանք Դավոս, ունենք փաստաթուղթ, տեսեք, դասագրքային ճշմարտություն, եթե սեղանի շուրջ ինչ-որ պրոցես է տեղի ունենում, ուրեմն պատերազմ չկա։ Այսինքն արդեն իսկ լավ է։ Մենք ունեցանք 2020 թվական, որից հետո քայլ ճիշտ սխալ թերի անverջ կարելի է խոսել, բայց process է ընթանում, որը էլի ճիշտ սխալ լավ թե վատ, բայց պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, հետևանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու երկիրը ու հաջորդ իշխանությունը պիտի մարսեն։ Թե լավը թե վատը, թե լավը թե վատը։ Հետ միասին, որովհետև դուք ըստ էության, չէ՞։ Ես որքան գիտեմ իշխանամետ չեք աջակցում իշխանություն։ Էլի դասագրքային ճշմարտություն Ինչպես կարող է կուսակցությունը, ով ներկայացված չի ազգային ժողովում, լինել իշխանամետ։ Հա, չէ, ազգային ժողովում ներկայացված չեք, բայց հենց նույն քաղաքային ավականուն մեջ, դաշինքի մեջ եք իշխող քաղաքական ուժի հետ, չէ՞, պարոն Բեջան։ Չփոթենք դաշինքը կոալիցիայի հետ։ Մենք ինչքան էլ Հանրապետություն կուսակցությունը ինքը միշտ եղել է կողմնակից նախագահական, կիսանախագահական մոդելի, մենք փաստացի ապրում ենք պարլամենտական երկրում։
Պարլամենտական երկրում ամենաօպտիմալ կառավարումը կոալիցիոն կառավարումն է։ Դա միջազգային պրակտիկան է ասում, դա քաղաքագիտությունն է ասում, ոչ թե ես փորձում եմ արդարանալ մեր արդարացնել։ Եկեք Դավոսից։ Նույն Երևան կոալիցիայի մասով որ շատ քննադատվել է, մենք ինքներս որպես իրականության հետ հաշվի նստելով գիտակցել ենք, որ այդ կոալիցիան կազմելով մենք կորցնում ենք շատերի վստահությունը, որտեվ այն թեզը թե մեր ձայները տարան տվեցին ԿՊ-ին ամենաշատ մեր ստացած քննադատությունն է, բայց մենք ոչ թե առաջնորդվում ենք այնով թե վայ քվեն շատ լինի կամ կասենք, այսինքն պոպուլիստական պոպուլիզմով ինչ որ մենակ իշխանություն հասնելու ամեն գնով իշխանություն հասնելը չի մեր մոտեցումն է քայլերը միտված լինեն պետության ու պետականության զարգացմանը։ Հիմա Դավոսից խոսենք։ Ձեր տեսակետը Դավոսում տեղի ունեցածի մասին։ Փաստացի Դավոսում այն կառույցը, որը ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ինքը ի սկզբանե հրապարակած էր, որ գազայի խնդրով զբաղվող կառույց պիտի ունենանք, բայց եկեք հարուտես, որ ստորագրում ենք փաստաթուղթ Հայաստանի, Ադրբեջանի միջև դրական կարող եմ այս փուլով գնահատել, սակայն չի ուզի դետալների մեջ խորանալ, որտեղ շատ քիչ բան է հայտնի։ Էլի եթե նայենք փորձով, կարևոր բաների մասին քիչ են խոսում։ Թերահավատորեն մոտենալու առումով չի ուզի թերահավատորեն մոտենալ, որովհետև առաջի քայլը չի։ Երկրորդ քայլը մենք միջև ունեցել ենք օգոստոսի 8-ի նախաստորագրած փաստաթուղթ, ու սա դրա տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն իշխանական տրամաբանության, պարոն Բեջանյան, դա խաղաղության օրակարգի կամ խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի մեջ է մտնում, չնայած իշխանական կողմից ասում են, որ արդեն խաղաղությունը կա։ Դուք վստահ եք, որ արդեն խաղաղությունը եկել է եւ ամրագրված մենք խաղաղություն ունենք, խաղաղություն ասած այնքան փխրուն երևույթ, խաղաղություն վերջնական խաղաղություն կունենանք միայն այն ժամանակ, երբ ունենանք ուժերի հավասարակշռություն։ Այ համաձայն եմ ձեզ։ Բայց փաստը, որ այսօր աշխարհաքաղաքական հզոր բևեռի կարելի ասել նույնիսկ այսօր հզորագույն պետության երաշխավորությամբ գոյություն ունի փաստաթուղթ ու այդ փաստաթղթի քայլերը հետևողականորեն գնում են առաջ։ Տեմպը կասեք տանդեղը միանշանակ կհամաձայնվեմ։ Տանդեղ տեմպով, բայց գոյություն ունի փաստաթուղթ ու գոնե այդ փաստաթուղթի ստորագրումից հետո մենք սահմանի կրակոց չենք ունեցել։ Սա կայացած փաստ է անվիճելի է։ Ես չեմ կարող այս առումով քննադատել։ Կարող եմ քննադատել, որ մենք դրանից հետո ինքներս շատ բան ունենք անելու, չենք նախաձեռնել, սպասել ենք, որ նույն երաշխավորող կողմը ինքը ինչ-որ առաջարկներ մեզ անի։ Այս առումով մենք ապահովում ենք։ Բայց նաև ընդդիմադիրները, արդեն պատկերացրած ընդդիմադիրներն ասում են, որ դա ընդհանրապես թուղթ է, եւ դրանից առաջ էլ օգոստոսի 8-ից առաջ էլ մի տևական ժամանակ այսպես կրակոցներ չկան սահմանին, բայց դա թելադրված է ըստ էության թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընդդեմ Հայաստանի եւ ըստ էության Ադրբեջանը իր թելադրանքների եւ պարտադրանքների քաղաքականությունը շարունակում է իրականացնել ի հաշիվ մեր կողմից կատարվող զիջումների։ Դրա մասին ինչ կարծիքի եք։ Եթե նորից ասում, եթե ընդդիմադիրացիով նկատի ունենք այն ուժերին, ովքեր հայտարարում են, որ իրենք իշխանություն ստանալու պարագայում պիտի չեղարկեն թե օգոստոսի 8-ը, թե հենց այս նույն Դավոսում ստորագրած փաստաթուղթը ու էլի բերեն գոռան նոյեմբերի 9-ի 9-րդ կետից, կներեք չմեկնաբանում էլի, որտեվ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը այն փաստաթուղթները, որ առաջինը մենք ենք քննադատել, հենց 9-րդ կետը բայց դա էլի չընկալվեց, որտեղ մարդիկ կային, որ շատ ավելի բարձր էին գոռում պոպուլիստական ականջահաճո արտահայտություններով ու շարունակում են նույն ձեռագրով, ունենալով հետին միտք, ընդ որում այդ հետին միտքը ոչ թե Հայաստանի Հանրապետության բավարարությունն է, այլ տիրոջը ծառայելու անհակ ցանկությունը։ Այս առումով գուցե կատեգորիկ, բայց մեր մոտեցումը հետևյալն է, մենք պիտի ունենանք կարմիր գիծ, ու մեր կարմիր գիծը պիտի լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այսօր օգոստոսի 8 փաստաթուղթը, օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթուղթի ստեղծած հնարավորությունները չնկատել, չտեսնել, նույնիսկ մտածել, որ կարելի է այդ փաստաթուղթը չեղարկել, չգիտեմ, տրամաբանությունից դուրս բան։ Սա մեկնաբան էր, պարզապես անիմաստ է։ Ու համատության մեջ դել դա նոյեմբերի 9-ի հետ, մի փաստաթուղթ, որ ստորագրվել է ռազմական գործողությունը դադարելու պահին։ Բայց մենք ասում ենք նոյեմբերի 9-ի դրությամբ 2020 թվականների մենք դեռ ունեինք ճիշտ է, այսպես ասած
Ձախորդ պատերազմում ամեն դեպքում ունեինք հայկական Արցախ, ունեինք հայկական Արցախի հետ կապուղի, Լաչինի Քարվաճարի միջանցքը, դե նմանատիպ համաժեք բաներ ուզում էին նոյեմբերի 9-ին մենք հրաժարվեցինք, եղացանք նաև այդ հարթակից, դրա համար ունեցանք Արցախի լիակատար հայաթափում, ցեղասպանություն, կորուստ եւ նաեւ Հայաստանի որոշակի ինքնիշխան տարածքների օկուպացիա Ադրբեջանի կողմից։ Ունենք փաստաթուղթ, ընդ որում այդ փաստաթղթով նույն հայկականը այդ ինչ կտորով մնացել էր Արցախի Լաչինի միջանցքով մնացել էր, այդ նույն փաստաթղթի երաշխավոր կողմը նաեւ երաշխավորում էր իր խաղապահներով, որ տարածքը կմնա հայկական, այդ խաղապահները անտեսվեցին, համաձայն եք դրա այդ կետը։ Ում կողմից անտեսեցին։ Հայաստանի։ Այսինքն Հայաստանի կողմից Հայաստանի իշխանությունների մեղքն է, որ խաղապահները անտեսվեցին, այդ արտահայտությունը ես ուղղակի իրանց արտահայտությունն եմ այստեղ մեջ բերում, որովհետև ես խաղապահները անտեսվելու կամ անտեսվելու համար չեն Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից խաղապահ գնացին մեր իշխանությունները, կներեք պարոն Բեջանյան, 2022 թվականի հոկտեմբեր 6-ին ստորագրվեցին Պրագայի այդ փաստաթուղթը, իրենք ասում են, որով ըստ էության անտեսելով այդ հարթակը, ըստ էության Ռուսաստանի նաև միջնորդական կողմից մասնակցային միջնորդական հարթակը, մենք ըստ էության սեպարատ քայլ արեցինք, անջատվեցինք այդ ամեն ինչից, Ռուսաստանի նաև դեմ գնացինք, այդ փաստաթղթի տրամաբանությանը դեմ գնացինք եւ Արցախը ճանաչեցինք որպես Ադրբեջանի անկախների մաս, դրանից հետո էլ կորցրեցինք, տեսեք, ժամանակային տրամաբանական թելով կորցրեցինք Արցախի հայկականությունը։ Մենք էլի հետ ենք գալիս մտնում ենք այդ 2020-ի այդ օղատու կապիտուլյանտ խոսույթի մեջ, մինչդեռ թե նոյեմբերի 9-ի թե Պրագայի փաստաթուղթը ստորագրող պատասխանատու անձին թող հարցերին թող ավելի վստահ պատասխանի, բայց մի բան հաստատ կարող եմ ասել։ Պրագայում ստորագրած փաստաթուղթը նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթի չեղարկման մասին չէր։ Ու ասել, որ Պրագայի ստորագրությունն էր պատճառը, որ նոյեմբերի 9-ի այն մյուս 8 կետը, որ պետք է կատարեր Ադրբեջանը կամ Ռուսաստանը չկատարվեց, էլի շատ էժան շահարկում է։ Այստեղ խնդիրը, որտեղ այդ նույն շահարկողները առաջինը պնդում են, որ 9-րդ կետը պիտի կատարվի, մինչդեռ 9-րդ կետը ուղիղ հարվածել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Հասկացա։ Ձեր տեսակետն է, եւ նույնից եմ ասում, դուք տեսակետն եք, ես ուղղակի այսպես շատ կուսակցությունների, շատ տեսակետներ ենք, նաեւ ձեր տեսակետն էլ բարձր, որ լսելի կդարձնենք, բայց մի մասն ասում է, որ այդ դա միջանցք էր, մի մասն ասում է դա ճանապարհ էր, մի մասն ասում է եւ այլն, եւ հիմա էլ նաեւ ասողներ կան, որ այս Թրամփի ուղին է, թրիպն է ըստ էության միջանցք։ Դրա համար երկուսը թե օգոստոսի 8-ը, թե նոյեմբերի 9-ը փաստաթուղթ են, երկուսն էլ սևով սպիտակի վրա գրված են։ Այդ ասելու փոխարեն կարելի է կարդալ, թե որն է միջանցք, որն է ճանապարհ, որն է ուղի։ Դուք գտնում եք, որ նոյեմբերի 9-ը դա միջանցք էր Ադրբեջանի այսպես արտատարածքային տրամաբանությամբ, Ադրբեջանի տրամադրվելիք, իսկ գտնում եք, որ ձեր տեսակետն եմ ուզում ճշգրտել, գտնում եք, որ թրիպը դա միջանցք չի, դա ընդհանրապես կապուղի է Հայաստանի ինքնիշխանության բոլոր ատրիբուտներով հանդերձ, հա։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետով փաստաթղթի հստակ ձևակերպած է, որ այն ճանապարհը, որը պիտի Ադրբեջանը Նախիջևանին կապեր, պիտի վերահսկվեր Ռուսաստանի Դաշնության կողմից։ Հստակ ձևակերպած է, դա ես չեմ գտնում։ Ես գիտեմ, որ նաև ասում են նաև հայկական ուժերի համատեղ, նաև ռուսները կրկնակի վերահսկողություն էին սահմանելու, որպես այսպես դաշնակից երկիր Հայաստանի։ Իսկ ինչպես ասեն կներեք, ինչպես նաև ռուսները բակային նաև բանում, չէ, Լաչինի միջանցքում, չէ, նաև։ Չէ, Լաչինի միջանցքը միջանցք էր։ Ձևակերպած էր հստակ միջանցք։ Միջանցք էլի ռուսների վերահսկողության ուժերի վերահսկողության տակ։ Տարբերություն ակնհայտ է, չէ։ Ռուսներն էին, այո։ Բայց Լաչինի միջանցքը բերել հավասարեցնել Հայաստանի Հանրապետության մասնավորվից է տարածքի հետ։ Թե քանի որ պարտված կողմ էին, ասենք որոշակի նաև այդ դեպքում պարտված կողմը կարելի է, պարտված կողմը որպես գործոն կարելի հաշվի առնել։ Այդ դեպքում որ ասում են այո, պարտված կողմ է, դե պիտի մի բան էլ դու զիջես, բայ եթե դու բանես այ, բայ եթե իրանք այսքան նաև պարտված կողմ հանդիսանալով էլի Արցախի որոշակի մասի հայկականություն կար, Արցախի հանրապետությունը կար, գոյություն ուներ իր նախագահով, իր բոլոր պետական ատրիբուտներով, բա նրանք էլ հաղթել էին վերջի այդ պատերազմը, դե նրանք էլ կապուղի ունեն։ Հետո շատ արագ փոխվեց նախագահան, շատ արագ լուծարեց, բայց մենք էլի ընկանք անցյալի գիրկը ու այստեղ մի դիտարկում է դա թույլ տակ, ես ինձ շատ են ասում ինչ ես այդպես անում, ոնց որ չես ուզում գնաս եթեր, ասում անդադ բանին ես լրատվականին ես
որպես թիրախ վերցնում, բայց ես ամենայն հարգանքով բոլոր մեր լրատվական միջոցների հանդեպ։ Տեսեք, մենք այսօր 20-ից հետո ամենաշատը հարված որ ստանում ենք հիբրիդային հարվածներ։ Դրա ամենաուղիղ գործիքը լրատվամիջոցներն են, ամենաշատ այդ հարվածները տարածողները։ Չեմ ուզում խոսել նրանց մասին, ովքեր վճարվի ծառայությունը մատուցում են։ Հենց սուտ հայկական մեր լրատվամիջոցները մեծ մասը անգիտակցաբար, իսկ օրվա լրահոսը նայում ենք, այդ օրվա լրահոսը որպեսզի եթե զուգահեռ անցկացնենք քաղաքական process-ների մեջ ոնց է, ձայնի համար ամեն սուտ կարելի ասել մենակ թե քվեհավաքենք, նույն կերպ լրատվամիջոցը մենակ թե դիտում հավաքելու համար օրվա լրահոսի կարևոր մասը բոլոր հարցազրույցները գնանք այս հարցի շուրջ ու առանց հասկանալու մտնում ենք դառնում ենք գործիք արտաքին ուժի համար, ով խփում է Հայաստանի Հանրապետությանը։ Եկեք չխոսենք դրա մասին։ Եկեք խոսենք մեր ապագայի, մեր զարգացման մասին, մեր ծրագրերի մասին եկեք խոսենք։ Խոսեք, դուք արդեն ձևավորել եք նախընտրական շտաբ, չէ՞, արդեն ունի նախընտրական շտաբը իր պետը։ Խոսեք նախընտրական, դուք ոնց եք տեսնում Հայաստանի արտաքին ձերկուսակցությունը, ոնց է տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այդ քաղաքականության տեսլականը։ Դուք ինչ պիտի անեք, որ գաք, ասենք, իշխանության գլուխ, եթե հաջողվեց ձեզ իշխանության գլուխ գալ, ինչ փոփոխություններ կմտցնեք իշխանության մեջ, կառավարման մեջ երկրի ի տարբերություն այսօրվա իշխող քաղաքական ուժի։ Երեք ունեցանք համագումար, ունենք արդեն շտաբի պետ, գլխավոր պարոն Հովասեփյան Ալբերտը, այս պայն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, երկարամյա կուսակցական փորձ ունեցող մարդ, ով վստահաբար այս ընտրություններում կբերի է հանրապետություն կուսակցության համար շատ օպտիմալ կառուցարշավ։ Հիմա մեր ծրագրերի մասին գաղտնիք չի, արդեն հրապարակել ենք վաղուց, որ մեր ծրագիրը կոչվելու է A5, ինչի բացվածքը դեռ չենք տալիս, բաղկացած է 5 կարևոր ուղղություններից, 5-ն է սկսվում է A-ով, ինչ վերաբերում է ատարով, կամաց կբացենք, թե որը ինչ է նշանակում, ծրագիրը ինքնին չեմ խուսափի այդ բառից, կորակեմ հեղափոխական է, ու այդ այն ծրագիրն է, որ կարող է թռիչքային զարգացում տալ Հայաստանի Հանրապետությանը։ Ու եթե ձեր ասած մենք ունենանք այն արդյունքը, որ հասնենք իշխանության, մենք դա կապացուցենք։ Որպես ասածիս հիմք, ոչ թե ուղղակի խոսքերն ինչպես բոլոր քաղաքական գործիչները կամ ուժերը գովում են իրենց, որ մենակ քվե հավաքեն, բերեն բարձ օրինակ, չլինելով ազգային ժողով ներկայացված, հենց մեր արտաքին քաղաքական գաղափարախոսությունը առաջ տանալու միտումով անցած տարի ունեցել ենք ստորագրահավաք։ Հենց մեր գաղափարախոսությունը, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության ապագան Եվրամիության մեջ։ Շատ արագ ունեցանք արդյունք, այդ տրամաբանության մեջ շարունակել ենք, այդ արտաքին գործոնի մասին եթե խոսում ենք։ Դրանից հետո ունեցանք օգոստոսի 8։ Օգոստոսի 8-ի հնարավորությունները օգտագործելը պետք է։ Օգոստոսի 8-ը շատ լայն տնտեսական հնարավորություններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, ու մենք իրավունք չունենք ժամանակ կորցնել։ Ասում եք ինչ տարբերություն գործող իշխանության ինչ կանեք։ Մենք այս ժամանակը չենք կորցնի։ Մենք հիմա քնեցնում ենք այդ փաստաթուղթը։ Սպասում ենք, որ Միացյալ Նահանգները ներողություն, սպասում ենք, որ Միացյալ Նահանգները նախաձեռնի որևիցե process, այդ փաստաթղթի հետևանք որպես ու գնանք դրա հետևից չէ մենք ինքներս պիտի մեր առաջարկներով հանդես գանք ու այդ առաջարկների հետևից գնանք որտեղ այդ փաստաթղթը այդ հնարավորությունը ստեղծում է ինքը միայն խաղաղության փաստաթղթի մասին է խոսքը օգոստոսի 8-ին 3 փաստաթուղթ է ստորագրել որոնցից մեկը Հայաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ փաստաթուղթը եւ ոչ թե երակողմ հա հասկացա այսինքն դուք գտնում եք որ մեր կողմից կա թերություն միա ձեզ մոտեցումը լավ հասկանում մեր կողմից կա ամենամեծ ամենակարևոր ժամանակի ոչ օպտիմալ ծախսը մենք ունենք հնարավորություն այս ժամանակում շատ ավելի մեծ ձեռքբերումների հասնել այդ նույն տնտեսական հնարավորությունները որ կան օգտագործել այդ հնարավորությունները այդ իրանք կլինեն դրսից ներդրումների տեսքով ներսի ներուժը օպտիմալ օգտագործելով մի անգամ չէ որ լեռնամետալուրգիայից ու արդյունաբերական հիմքով տնտեսություն ստանալու մասին խոսվել է մեր կուսակցության կողմից մասնավորապես կուսակցության ղեկավարի կողմից դրա փորձը դեռ երբ որ վարչապետ էր
այդ ժամանակվանից թե ինչ տեմպով կարելի է այդ process-ը անել, փորձը կա, ժողովուրդը տեսել է ու տեղացին հիշում է, եթե նույնիսկ մենք Երևանում կարող է չհիշենք, որտեվ Երևանում մենակ նայրիտ ենք ունեցել վերագործակած, այն մարզերում որտեղ որ ունեցել ենք վերագործակած գործարաններ, տեղացին մինչև օրս հիշում է, վերջերս այցելություն ունեցանք Մեղրի ու տեսանք այդ մարդիկ ոնց էին մինչև այդ այսօր հիշում։ Տեսեք, մենք ունենք բնական լուրջ ռեսուրս, ընդ որում խոսքը ոչ միայն բնական հանածորենի մասին է, այլ նաև մտավոր կապիտալի մասին է։ Մենք այդ երկու ռեսուրսը այսօրվա տեխնոլոգիաներով ու արտաքին կապիտալով դրսից արևելյան կապիտալով, ոչ թե ռուսական կապիտալով, որտեղ ուղղակի այն կապիտալը դա չի թողում արես, այդ կապիտալը օգտագործելու խնդիր ունենք։ Շատ հանգիստ կարելի է այս 3 կոմպոնենտով 5 տարում ունենալ թռիչքային աճ։ Եթե կուզեք ավելի մանրամասն, այդ երբ որ ահինգը բացենք, այդ ժամանակ կբացենք, կասենք մանրամասն։ Թեև մի անգամ չի եղել, որ դրա մասին, թեև մի անգամ չի եղել, որ դրա մասին ներկայացման հնարավորությունն ենք մենք ձեզ տվել, որքան ուզում եք այնքան բացեք։ Եթե կուզենական 3 մյուս 3 կետերի մասին էլ խոսեք, խնդրեմ համեցեք։ Չէ, այսօր չէ, օրերս առաջի կետի մասին արդեն ես խոսեմ, թող խոսենք, թեև տնտեսական առումով նոր չի, որ պիտի խոսենք։ Տարիներ շարունակ դրա մասին ասվել է, բարձրաձայնվել է, նույնիսկ դետալներով, թե ինչ որ ուղղություններով, ինչ զարգացումներ պետք է տանենք։ Որոշակի տեղ եկա, քանի որ ես տվեցի այդ հնարավորությունը, բայց հանգամանքների բերումով ուզում եք դեռ ավելի ուշ խոսել, խնդիր չկա, ձեր ընտրությունը թող լինի։ Այդ տեսեք, այսօր մի տեսակ հակասական վիճակ չի ըստ դարձյալ ընդդիմադիր կողմի ասածների եւ ընդհանրապես։ Հայաստանը այսօր ՀԱՊԿ-ի անդամ է դեռ մնում, թեկուզ եւ սառեցված։ Հայաստանը այսօր ԵԱՏՄ անդամ է եւ իշխանությունները ըստ էության ոչ մի խնդիր կարծես թե առերևույթ չեն հարուցում, այսպես որոշակի իհարկե կողմերով հանդերձ եւ անգամ վերջերս մինչեւ վերջերս եւ հիմա էլ ԵԱՏՄ-ն համարում է շատ լավ հարթակ, չէ՞ իրենց պաշտոնատար անձանց բնութագրումներով այն իշխանությունը, որ նաեւ ընդունեց օրինագիծ ԵՄ-ին անդամակցելու օրինագիծ ազգային ժողովով անցկացրեց։ Հակասությունների ինչ որ մի բան չի գալիս ըստ ձեզ, որովհետեւ տեսեք, եւ նաեւ Լավրովի ձեր չսիրած չէ բնականաբար, պիտի ասեմ, այն խոսքից, որ հնարավոր չի մեկ տեղել այդ երկուսերը տրամաբանորեն, ոչ թե ես ինչ որ ռուսամետության կամ չռուսամետության դիրքից եմ խոսում, այլ ուղղակի զուտ տրամաբանական, ինչպես է լինելու ըստ ձեզ ապագան, որովհետև Ռուսաստանը ուզենք թե չուզենք, նաև կուզենամ իմանամ ձեր տեսլականի մեջ Ռուսաստանը ինչ դեր պիտի խաղա նաև, որովհետև տեսեք ուժեր կան, որ ասում են հանուն մեր անվտանգության մենք ուզում ենք ռուսների հետ լավ լինել, չխզվել։ Իսկ ուժեր էլ կան, որ ասում են չէ, Ռուսաստանը մեր թշնամին է, ռուսների հետ պետք է խզվել, անգամ ավելի ռադիկալ ուժեր կան արմատական, որ ասում են Ռուսաստանի պիտի ընդհանրապես հեռացնենք մեզնից, չգիտեմ որտեղ են ուզում հեռացնել։ Լավրովն ասում էր, որ ոնց կարող է Հայաստանը համ լինի ստեղ, համ լինի այնտեղ, այդպիսի բան չկա։ Եվ դեռ ավելին, այսօր Եվրոպական միություն, Ռուսաստան այս հակամարտության ու լայն առումով հավաքական արևմուտք Ռուսաստան այս սրված հակամարտության պայմաններում առաջ այդպես չէր, եթե բնականաբար գիտեք։ Չի լինի եւ նրանք տեսնում են այն սպառնալիքը դեպի իրենց ուղված, որ Հայաստանը այս ճանապարհով, եթե անդամակցեց Եվրոմիությանը, եթե դարձավ Ռուսաստանին հակադիր երկիր, ըստ էության դառնալու է հակառակորդ Ռուսաստանին եւ նաեւ 3 անդրկովկասյան հանրապետությունների հետ մեկտեղ, որի վտանգը նրանց նույնպես տեսնում ենք։ Հիմա մենք ոնց անենք, որ չգիտեմ, որն է ըստ ձեզ ճիշտ, ուղղակի ձեր կոմպլեմենտար քաղաքականությունն է ճիշտ, համադրող բան, որ ոչ մի բևեռել չնեղացնենք, թե պիտի ըստ արևմտական բևերի ուղղակի քյարթ կտրուկ գնանք դեպի արևմուտք։ Հերթով կամ Լավրովին չսելու առումով իր աչքերի գույնի չի որ մեծ չի գալի, իր հենց կոնկրետ իր Հայաստանի Հանրապետության հանդեպ վարած քաղաքականությունն է պատճառը ու հասցրած վնասն է պատճառը, որ նման վերաբերմունքի արժանում է։ Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությունը փոխել չփոխելու առումով, տեսեք ԵԱՏՄ ՀԱՊԿ ասում, այդ նույն ժամանակ կորցնելու առումով։ Մի անգամ չի որ ասել ենք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից հրաժարվելը պետք, որովհետև եթե բացի նայից, որ այսօր ինքը չի օգնում, նաև շատ հարցերում այդ անդամակցությունը մեզ թույլ չի տալիս առաջ շարժվել։ Իսկ ռիսկեր, վտանգներ անգամ չեք տեսնում ճանապարհին։ Իհարկե ռիսկեր, վտանգներ միանգամից կընկնենք այնպիսի իրավիճակի մեջ, որ տնտեսական ասում են կոլապս կառաջանա, ըստ էլի հակառակ բևերի տեսակետն եմ ձեզ փոխանցում։ Այսօր ԵԱՏՄ կազմում լինելով
բայց ցամաքային սահման չունենալով ցանկացած պահին, երբ որ լարսը փակվում է, կոլապսն առաջանում է։ Դիատոմը չի փրկում։ Ընդհակառակը դիատոմն հերթական մուրճն է մեր ճակերտավոր գործընկերոջ ձեռքերում, որ հենց որ մի փոքր իր ուղենիշից շեղվում ենք, կարողանում է հարվածել։ Չէ, այդ ռիսկին գնալ պետք է։ Առնվազն հապկի մասով արդեն իսկ մտածելու բան չունենք, արդեն իսկ վաղուց մտածելու բան չունենք։ Որտեղ եթե անվտանգությունը գլուխ ձեր քաղաքական ուժը շատ արագ դա իրականացնի, այսինքն շատ արագորեն միանգամից հապկից դուրս կգաք եւ կանդամակցեք ԵՄ-ին, թե ինչպես եք դա պատկերացնում։ ԵՄ-ը հապկի իրար պետք չի հակադրել, որովհետեւ հապկը ռազմական կառույց է, ԵՄ-ը ոչ, կարող ենք հակադրել իրար հապկն ու ՆԱՏՕ-ն, հապկից դուրս գալու համար շատ արագ ասած է իրավական այնտեղ եթե չեմ սխալվում 6 ամիս առնվազն ժամանակ է պահանջում, բայց այո, իշխանություն գալու պարագայում առաջին քայլով առնվազն հապկից դուրս գալը քննարկման արդեն առարկայել չի նույնիսկ հստակ ուղենիշով պետք է գա։ Տեսեք, դուք ասում եք մոտ 4 միլիոն հայ ապրում Ռուսաստանում, այդ դրա մասին մոտ 3 միլիոն էլ Հայաստանում։ Բոլոր դետալները փորձենք մի հատ քննենք ու դրանով եզրափակենք մեր այսօրվա եթերը, հա։ Մոտ հա, թեկուզ 3 միլիոն։ Այդ 4 միլիոն հայը, եթե մենք կարողանում ենք պահպանել մեր ինքնիշխանությունը զարգացած Հայաստանում, ունենք այդ 4 միլիոն հայը հետ գալու տեղ ունի։ Եթե դու չես կարողանում պաշտպանել քո Հայաստանը, այդ 4 միլիոն հայ այդպես միշտ մնալու է որևիցե օտար երկրում։ Որտեղ մենակ Ռուսաստանի տարբերակ, ասենք գտնելու այդ, որտեղ ասենք եթե հիմա իսպար խզվեցին այս քայլերի պատճառով, կտրուկ դեպի արևմուտք տանող քայլերի պատճառով, այդ մարդիկ մեղմ ասած փաստի առաջ չեն կանգնելու իրենից փոխել։ Այստեղ խնդիրը ռուսական քաղաքականության մեջ է։ Մենք ոչ չենք ասում թշնամի դառնանք Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը կվերաբերվի Հայաստանի Հանրապետությանը ոչ թե որպես իրեն ոնց է ձևակերպել, ինչ տարա, ազատության գոտի, այլ որպես ինքնիշխան պետություն կվերաբերվի մեզ, ոչ մի խնդիր չկա։ Բնականաբար ինչպես նշեցիք 4 միլիոն հայ կա ապրող։ Մենք ունենք շատ մեծ տնտեսական կապեր, ոչինչ չի մեզ խանգարում այդ ամեն ինչը շարունակել։ Բայց դրա համար առնվազն պետք է առողջ միջպետական հարաբերություններ եւ ոչ թե տիրոջ ու ծառայի կարգավիճակ։ Մեզ այս կարգավիճակից է դուրս գալ պետք։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այդ հարաբերություններին, ոչ մի խնդիր, ինչ տարբերություն Ռուսաստանի Դաշնությունը, չգիտեմ, Ղազախստանը, Հոլանդիան, թե Մեքսիկան։ Պետությունը պետություն է։ Բոլոր պետությունները կարելի է հաստամ ձեզ, պարոն Բեջանյան։ Այ ասում եմ, որ տեսեք, վերջերս նույն էլի շատերի կողմից չսիրված արևմտական դաշտի ներկայացուցիչների կողմից չսիրված Սալավյովը մի ուղերձ էր եղել, երեք ես դիտեցի, ասում էր, բալավ, եթե հա մեզ այսպես որ բան։ Բալավ, եթե Թրամփը կանգնում է օրը ցերեկով ասում է, որ այ ես կարողացա Ռուսաստանի տարածք հանդիսացող Անդրկովկասում, Ռուսաստանի տարածք, Թրամփը էնել Ռուսաստանը չի։ Տարածքում լուծել խաղաղության հարց, նկատի ունի այդ նույն օգոստոսի 8-ի Բա ինչի մի հատ իր երեսին չեն թռնում մեր օրինակի համար Հայաստանի արևմտամետները եւ չեն ասում ինչ Ռուսաստանի Հայաստանը ինքնիշխան երկիր է, անկախ երկիր է, Վրաստանը անկախ երկիր է, Ադրբեջանը անկախ է։ Դուք գալիս ենք այն բառախաղին, որը որ հենց նույն ճանապարհ միջանց թե ուղի։ Չէ, ճիշտ եք համարում Թրամփի այդ արտահայտությունը։ Բառախաղ է։ Բառախաղ։ Բառախաղ։ Թրամփի դեպքում բառախաղը, իսկ ռուսների դեպքում բան չի, իրականություն է ըստ էս։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթային շատ լուրջ հարաբերություններ ունի։ Այո։ Անկախության օրվանից սկսված։ Ամերիկայի հետ ունի նախադասությունով կամ մի հայտարարությունով չի, որ մենք պիտի հետևություններ անենք, այլ այս 30 տարվա ընթացքում վարած քաղաքականությունով պիտի հետևություն անենք։ Եթե ավելի շատ հետ գնանք, մինչև 200 տարի վարած քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը տանում է Հայաստանը ներողություն ես բառս համար, որպես խորդա օգտագործել։ Այդ ամոտեցում է եղել։ Իրավունք ունի ինքը, որպես պետություն այդպես վարվելու, իր որոշելիքն է, բայց մենք պիտի թույլ չտանք դա։ Հիմա եթե նույն կերպ մեր այդ փորձի վարվել Միացյալ Նահանգները կամ Ղազախստանը, Մեքսիկան կամ Հնդկաստանը էական չի որ պետությունը անունից պետք չի կախել, կարևորը քաղաքականությունն է, ցանկացած պետություն, ով կփորձի Հայաստանի Հանրապետության հետ վարվել որպես խուրդա, նման պետությանը պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել։ Ստեղ է խնդիրը եւ ոչ թե բառերի մեջ։
որևէ մեկը իհարկե նրանք են ասում, որևէ մեկը խուրդա չի ուզում Հայաստանը դարձնել, նրանք ասենք Հայաստանը խուրդա չդարձնելու իրենց տեսակետը ունեն, դուք ասենք Հայաստանը խուրդա չդարձնելու փորձում եք ձեր մոտեցումը բերել, իսկ ինչ եք կարծում այդ մենք խոսեցինք նաև բալանսի, սա էլ ասենք ու սրանով ավարտենք, այդ բալանսի հետ կապված, ռազմական բալանսի հետ կապված, ամեն դեպքում դուք եթե գաք իշխանության դուք անկախ ամեն ինչից Ամերիկան այսօր ինչ է երաշխավորել կամ մի որևէ այլ տերություն ինչ է երաշխավորել եւ այլն դուք այդ երաշխիքին եք հավատալու թե ամեն ինչ անելու եք որ Հայաստանի զինուժը կարողանա այնքան հզորանալ որ արդեն Ադրբեջանից եւ Թուրքիայից մենք վախենալու բան չունենանք այդ բալանսը միայն զինուժը չէ այդ բալանսը իրենից ինտեգրել ողջ անվտանգային համակարգը, որ իր մեջ ներառում է թե կիբերանվտանգությունը, թե տնտեսական անվտանգությունը, թե ձեր նշած զինուժը, ու բոլորի ուղղությամբ հավասարաչափ բալանսավորման խնդիր մենք ունենք մեր հարևան պետության հետ, ում հետ ունենք արդեն ստորագրած փաստաթուղթ։ Փաստորեն պատրաստ եք նաև ռուսների հետ լավացնել ձեր հարաբերությունները, եթե դուք գաք իշխանության գլուխ, միայն եթե կապված հա ձեր տեսակետն եմ ուզում։ Ոչ Վլադիմիր Վլադիմիրը, ոչ Սալավյովը, ոչ Լավրովը, ոչ Զախարովան բացարձակ այս պահեդությամբ միլիմետր անգամ հնարավորություն չեն ստեղծում այդ հարաբերությունները կարգավորելու։ Թե ինչպես է գործող իշխանությունը այդ բալանսավորման քաղաքականությունը պատկերացնում որտեղ այդ բալանսավորման քաղաքականությունը այսօր միայն մեզանից ժամանակ է խլում։ Հա, բայց իշխանությունը ճիշտ ասեցիք, ասում է որ մենք բալանսավորման քաղաքական Ռուսաստանի նույնիսկ նրանց հանդեպ գուրգորանքի խոսքեր եւ այլն։ Թե ինչպես են իրանք պատկերացնում այդ բալանսավորման քաղաքականությամբ մենք կարողանանք լուրջ արևմտյան կապիտալ մեր երկրում բերել։ Իսկ միգուցե գաղափարական իմաստով, գլոբալ իմաստով պարոն Բեջանյան ճիշտ է, որ մեր նման փոքր երկիրը, սակավար ռեսուրս երկիրը չհակադրվի որևէ բևեռի մեջ եւ չդառնա խուրդա բառը լավ օգտագործեցիք, այսինքն որևէ մի երկրի, որևէ մի աշխարհքաղաքական բևեռի սատելիտ չդառնա ինչ որ մի այլ աշխարհքաղաքական բևեռի դեմ, այդպես ավելի մենք անվտանգ չենք զգա մեր շատ լավ լուծում գործող աշխարհակարգը թույլ տալիս է իդեալական լուծում եք ասում, պիտի հասնենք դրան։ Թե չի տալիս, բայց նաև մենք էլ ունենք, չէ, նաև կասեին, մենք էլ ունենք որոշ մարդիկ, մենք էլ ունենք մեր տնային աշխատանքը։ Մենք արդյոք ճիշտ քաղաքականություն ենք վարում կամ կարող ենք վարել, որ դա թույլ տա, չէ։ Այդ մեր տնային աշխատանքը իրենց ենթադրում է 10 տարուց ոչ պակաս։ Պիտի գնանք այդ ասած ճանապարհով, բայց այսօր դրա մասին մտածել ուղղակի եթենավորությունը չունենք, որտեղ ոչ աշխարհակարգն է վերջնական ձևավորված։ Ոչ էլ մենք այդ զարգացածության մակարդակը այսօր ունենք։ Պիտի գնանք այդ ճանապարհով երկարաժամկետ պետական ծրագիր ազգային օրակարգ ասած այս պրոյեկտի մեջ այդ ձեր ասած վերջնակետը աշխարհում ունենալ այն դիրքը որ չունենանք թշնամիներ ոչ էլ լինենք աշխարհի տարբեր բևեռների համար ոնց է ես միշտ մեկ մտածում եմ գնանք ես մտածում եմ եւ մենք ընտրենք էլի ում հետ ինչ չափով չէ ինչ տոկոսային անգամ հարաբերակցությամբ չէ պիտի գանք հասնենք այդ կետին որ որևէ մի բևեռ մեզ չպարտադրի որ դու այ իմ հետ պիտի լինես 80%-ով Ենք 20-ը լավ, ինչ ուզում ես արա, այդ արդեն քո ինքնին պարտադրում են, պարտադրվողին խափում են, խափվողին, այսինքն դու պարտադրել պետք չի, մենք պետք է ընտրենք, համաձայն եմ, այդ առումով ձեզ հետ համաձայն։ Բայց եթե մենք այսօր լինում ենք ծայրահեղական, մենք 10 տարի հետո ձեր ասած արդյունքին հասնելու հնարավորությունից ենք խլում։ Որքային իմաստով ձեզ հետ էլի համաձայն եմ, այո, եթե մենք լինում ենք ծայրահեղական, մենք այո, պիտի չլինենք, հենց իմ ասացի մեջ կար այն միտումը, որ մենք պիտի արտաքին քաղաքական խաղացողների հետ հարաբերություններ ընտրելիս չլինենք ծայրահեղական մոտեցումների կողմնակից, այլ մեր ընտրությունը պիտի բխի զուտ մեր ազգային շահերից եւ նաեւ ճիշտ նուրբ զգուշ արտաքին քաղաքականության։ Դե այս նույն ժողովրդավարության պաշտպանվածության մասին ենք խոսում, այսինքն ժողովրդավարությունը ինքը կառավարման շատ լավ մեխանիզմ է, բայց ինքը պաշտպանելու կարիք ունի։ Խուն է, ասենք եթե համատում ենք տոտալիտար կառավարման հետ, ժողովրդավարությունը ավելի փխրուն է, պաշտպանում։ Նույն կերպ այդ ձեր ասած դիվանագիտ այդ հարաբերությունները ուժի դրսևորման կարիք կա։ Դու պիտի կարողանաս առաջին եթե հարված ու հարվածին պաշտպանել, հետո նոր փել հասնել այդ ձեր ասած մակարդակին։ Մենք հիմա դրա կարիքն ունենք, մասնավորապես մեր ռազմավարական գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Պարոն Բեջյան, շնորհակալություն ձեր տեսակետները այստեղ ներկայացնելու համար։
Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր Երևանի Ավագանու Հանրապետություն կուսակցության խմբակցության քարտուղար Մեհեր Բեջանյանը։ Ես դիմում եմ կրկի մեր այն ունկնդիրներին, ովքեր չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, լավ եղեք սիրելի բարեկամներ։